Նոր տարվա առաջին աշխատանքային օրը անակնկալի է բերել Պաշտպանության նախարարի խորհրդական Գեգամ Հարությունյանին։ Նրան բաց նամակով մեղադրում են 9-րդ դասարանի մի աշակերտի քիթը կոտրելու մեջ։ Սա անստորագիր, անհասցե մի նամակ է, որտեղ կարող էր Գեգամ Հարությունյանի անվան փոխարեն լինել քիչ թե շատ հանրային ճանաչում ունեցող ցանկացած մարդու անուն։ Պարոն Հարությունյանը 135 դպրոցում դասավանդում է պատմություն առարկան եւ ըստ անանուն նամակի հեղինակի նա իր աշակերտին հարվածել է ամանորի նախաշեմին։ Ստոր, սուտ եւ նենք չարամտություն։ Բաց նամակի հեղինակը ներկայացել է իբրև վնասվածք ստացած աշակերտի համադասարանցու ծնող, որը մտահոգ է նաեւ իր երեխայի ճակատագրով։ Նամակագիրը վստահեցնում է, որ դպրոցի տնօրենը եւս տեղյակ է միջադեպից, սակայն ինչպես նշված է նամակում, ազդեցիկ գործընկերոջը չկորցնելու վախից լռում է։ Մեր դպրոցում ընդհանրապես բռնության դեպքեր չեն եղել եւ մանկավարությունն ու ուժային մեթոդները դրանք տարբեր բաներ են։ Դպրոցում երեխայի քիթ չի կոտրվել։ Իր խոսքերը հիմնավորելու համար նա մեզ ուղեկցեց այն դասարան, որտեղ դասավանդում է Գեգամ Հարությունյանը։ Ես առաջ անգամ եմ լսում այս նորությունը, չէ, այդպես բան չի եղել։ Կրթության եւ գիտության նախարարությունը եւս այն կարծիքին է, որ բաց նամակի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Նամակը անստորագիր է, նամակը անանուն է եւ այն քննարկման այլևս կարիք չունի։ Նարինե Էրիցյան, Սարգսան Բարցումյան, IPFM։ Գեգամ Հարությունյանը պատրաստ է դիմել ընդհուպ իրավապահ մարմիններին իր բարի համբավը արատավորելու համար։ Եթե եղան նաև էլի ուժեր, որոնք ցանկանան սահոլվել, մատի փաթաթան դարձնել, այդ դեպքում նաև այդպիսի քայլեր չի բացառվում իմ կողմից։